Ինչ են գեները, ինչպես են ազդում հիվանդությունների զարգացման վրա, արդյոք ազգերի միջև գոյություն ունեն գենետիկ տարբերություններ, այս մասին կզրուցենք բժիշկ գենետիկ Վարդան Սարոյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ են գեները։ Ինչպես կենսաբանության մեջ շատ հասկացողություններ, գեներն էլ շատ ընդգրկուն հասկացողություն է, որը տենց հստակ սահմաններ չունի։ Բայց եթե ամեն ինչ պարզացնենք, գենը դա ժառանգական տեղեկատվության ինֆորմացիայի ֆունկցիոնալ միավորն է, որից որ ինչ որ գործողություն է առաջանում։ Կա ԴՆԹ-ի մոլեկուլ, ԴՆԹ-ի մոլեկուլի վրա գեները կոդավորված են, ու այդ կոդավորված ԴՆԹ-ից ինֆորմացիան դուրս է գալիս ու դառնում է կենսաբանական երևույթ հենց գեների միջոցով։ Գոյություն ունեն ազգային գեներ։ Չէ, ազգային գեներ գոյություն չունեն։ Բոլոր մարդիկ պատկանում են մի տեսակի, բոլորս Homo sapiens տեսակին ենք պատկանում։ Դրա ամենավառ ապացույցն է, որ բոլոր մարդիկ կարող են իրար հետ սերունդ թողնել, անկախ նրանից ինչ ազգության կամ ռասայի են։ Բայց կան գենետիկական առանձնահատկություններ, որոնք որ որոշ ազգերի մոտ ավելի շատ են հանդիպում։ Դա չի նշանակում, որ տարբեր գեներ ունեն։ Տարբեր գեներ ունենալը հանգեցնում է, որ մարդիկ հիվանդություններ ունեն, այսինքն եթե մի գեն ավել կա կամ պակաս կա, դա ավելի շատ հիվանդություն է։ Բայց նույն գենը ինքը կարող է տարբեր ոնց որ տարբերակներ ունենա, դա կոչվում է ալել։ Այդ ալենների տարբերությունը տարբեր պոպուլյացիաների մոտ, տեսեք ազգ, չէ, այլ պոպուլյացիա։ Պոպուլյացիաների մոտ ինքը տարբեր հաճախականությամբ է հանդիպում։ Պարտադիր չի, որ բոլորի մոտ նույնը լինի, բայց կարող է մի քիչ ավելի շատ լինի, մի քիչ։ Այսինքն հայերը, չինացիները կամ օրինակ ռումինացիները ունեն նույն գեները։ Այո։ Բայց ինչով են տարբերվում ազգերը։ Ազգը դա մշակութային հասկացողություն է։ Ինքը ավելի շատ պայմանավորված է մարդկանց ընդհանուր ծագմամբ, ոչ երկարաժամկետ, շատ երկարաժամկետ ծագման մասին չէ, որտեղ եթե շատ հեռու գնանք, միշտ ասում են, չէ, որ ինչ որ ազգեր սկսում են իրենց հաշվարկը ինչ որ հազարամյակներից, 1000 տարի, 5000 տարի առաջ։ Մարդիկ նախնիներ ունեցել են մինչև այդ, բայց ինչ որ հանգամանքների տնտեսական, ինչ որ սոցիալական հանգամանքների բերումով ստացվել է, որ մարդկանց խումբը սկսել են իրենց որպես ընդհանրություն համարել։ Ընդ որում ազգը տարբեր հասկացություններ կան, ազգը էթնիկ իմաստով, թե ժամանակակից քաղաքական ազգ իմաստով։ Այնպես որ տարբերություն կա ու դա գենետիկայի հետ այդքան էլ կապ չունի։ Իսկ ինչ վերաբերում է գենետիկային, որ տարբերվում են մարդիկ, հա, տարբերվում են, բայց տարբերվում են շատ դեպքերում անգամ ոչ թե հենց գենետիկական տարբերակներով, որոնք գեներում են, որտեղ գենը դա ասացի ֆունկցիոնալ միավոր է, բայց ԴՆԹ-ն մենակ գեներով չի սահմանափակում։ ԴՆԹ-ի մեջ շատ ավելի հատվածներ կան մեծ, որոնք որ ֆունկցիոնալ իմաստ չունեն ու այնտեղ կարող են շատ մուտացիաներ կուտակվել ու ինչ որ մարդկային խմբեր, պոպուլյացիաներ այդ տարբերակներով իրարից տարբերվել։ Իհարկե նաև կան արտաքին նշաններ, որով տարբերվում են մարդիկ, մաշկի գույնը, մազերի գույնը եւ այլն, բայց դա դրանք ընդհանրապես չնչին մակերեսային շերտն են ու խորը տարբերությունների չեն բերում։ Եթե խորը տարբերություններ լինեին, ամենակարևորը հանգամանքը կլիներ, որ մարդիկ իրար չէին կարողանա սերունդ թողնել, կենսունակ սերունդ, որը ինքը նույնպես կարող էր սերունդ թողնել։ Ու կլինեին տարբեր տեսակ, բայց քանի որ հիմիկվա աշխարհի բոլոր մարդիկ կարող են իրար հետ սերունդ թողնել, մի կին ու տղամարդ կապ չունի ինչ ազգերից, ու դա նշանակում է, որ մենք մի տեսակի ենք պատկանում, եթե ամեն ինչ պարզացնեմ, էլի պարզացեմ, մի տեսակի եմ պատկանում, ու դա նշանակում է, որ գենետիկական տարբերությունները այդքան էլ մեծ չեն։ Ու ազգի պատկանելությունը դա ավելի շատ մշակութային, սոցիալական երևույթ է։ Բա հայի գենը։ Հայի գենը այդպեսի բան չկա, հայի գենը ինչ է նշանակում գեն։ Մարդը ունի սպիտակուց կոդավորող 20000 գեն ու բազմաթիվ այլ հատվածներ իր ԴՆԹ-ում, այդ միլիոնավոր կետերով, որոնք որ մյուս մարդկանց մոտ է կա։ Այլ բան, որ նույն գենը ինքը, ասենց ասեմ, ինքը մի հատ բան չէ, ամբողջություն չէ, որը որ ստատիկ է։ Ինքը փոխվում է, որովհետև գենը կազմված է ԴՆԹ-ի հատվածից, այսինքն ԴՆԹ-ն ինքն իրենից պոլիմեր է ներկայացնում, այսինքն մոլեկուլների հաջորդականություն, այնտեղ կա 4 տեսակի մոլեկուլ, ոնց որ շատ չխորանամ մեծ կենսաբանական մանրամասների մեջ, բայց այդ 4 տարբեր մոլեկուլների իրար հետ հերթականությամբ շարվելու տարբեր կոմբինացիաներով առաջանում ինչ որ գենետիկական տարբերությունները, գեները։ Հիմա այդ ֆունկցիոնալ միավորի մեջ կան հատվածներ, որոնք պարտադիր չի բոլորի մոտ նույնը լինեն։ Ու ինչ որ հատկանիշներ որոշ մարդկանց մոտ կամ մարդկային խմբերի մոտ շատ է լինում, իսկ մյուսների մոտ քիչ է լինում։ Այդ ձև ինչ որ նյուանսային տարբերություններ կլինի, բայց կոնկրետ որ ասես հայի գեն, այդպիսի առանձին մի հատ գեն չկա, որ ասենք որ այս գենը մենակ հայերը ունեն, որովհետև հայ ասելով շատ մարդիկ են եղել պատմության ընթացքում, որոնք որ ժամանակին հայ են եղել, բայց ժամանակի հետ իրենց կրոնը, լեզուն փոխել են, դառել են այլ ազգի։ Գենն էլ կորցրել են։ Գենը չեն կորցրել,
կենսաբանությունը կապ չունի։ Դե գեն կորցնել, այստեղ գենը պետք է վերցնել ճագերտների մեջ, որովհետև դա մշակութային կոդի մասին է, դա կենսաբանության հետ կապ չունի։ Կենսաբանությունը առանձին, իսկ այդ գենը կորցնել դա լեզուն կորցնելն է, դա հավատալիքների ու մշակութային առանձնահատկությունների սովորությունների կորուստն է։ Այդ ձևի կորուստները, փոփոխությունները կարող են լինել, բայց դա կենսաբանության հետ կապ չունի։ Հայաստանում ժամանակին են վատ վերաբերվել խառնամուսնություններին, հիմա էլ դա պահպանվել է։ Ասում են, երբ ամուսնանում ես այլ ազգու հետ, կորցնում ես հայի գենը։ Կա նման բան։ Հայի գենը կարելի է կորցնել ամուսնանալուց հետո, եթե երեխան հայ չդաստիարակվի։ Ինքը սկսի ուրիշ լեզվով խոսալ, իրեն հայի նման չպահել իր կենցաղում, սովորությունների հարցում, բայց այդպիսի գեն կորցնել հասկացողություն չկա, ու մարդիկ իրանք կարող են որոշել, եթե իրանք գտնում են, որ ճիշտ է, որ իրենց երեխային հայ մեծացնեն, դա իրանք ձեռքում է, ոչ մի գենի կորուստ տեղի չի ունեն։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ ազգերը տարբերվում են գենետիկ մուտացիայից ելնելով։ Չէ, գենետիկական մուտացիաներով ազգերը իրար չեն տարբերվում։ Այսինքն նույն մուտացիաները, օրինակ բարբերական հիվանդության կամ այլ հիվանդությունների որոշ պոպուլյացիաներում շատ է հանդիպում, բայց դրան մի քանի պատճառ կա։ Դա այն է, որ ինչ որ տարածաշրջաններում ինչ որ հիվանդությունների ոնց որ նախնիները ավելի շատ են եղել ու այդ տարածվել է, կամ ինչ որ տարբերակներ գենետիկական ձեռնտու են եղել նման պայմաններում կամ հյուսային ինչ որ լայնություններում կամ հարավում, որտեղ որ ինչ որ կլիմայի աշխարհագրական եւ այլ առանձնահատկություններից ելնելով որոշ հատկանիշներ ավելի դրական են եղել։ Օրինակ կաթի յուրացման համար, եթե մի խումբ զբաղվում է անասնաբուծությամբ, այդ պոպուլյացիայում, եթե կա կաթի օգտագործում, այնտեղ լակտոզայի համար փոփոխություններ կա գենետիկական, որոնք նպաստում են, որ մեծ տարիքում է մարդը կարողանա կաթը օգտագործի սննդի մեջ։ Ու դա տալիս է առավելություն, այդ հատկանիշը տարածվում է։ Իսկ մյուսում, որը որ չկա, սնվում են, ասենք, հավաքչության որսորդությամբ մարդիկ, ինչ որ խմբեր, այդ տարածաշրջանում այդ հատկանիշը այդքան կարևոր չէ ու ինքը չի զարգանում, չի տարածվում։ Բայց դեպքում ինչպես է լինում, որ հայ կանանց մոտ գենետիկական փոփոխություններ չեն եղել շուրջ 8000 տարի վերջին ուսումնասիրությունների համաձայն։ Դա նայեք, ինչ անշկում հայ կանայք 8000 տարի առաջ։ Այդ մարդիկ հայ եղել են ինչ որ կանայք, որոնք որ հիմիկվա հայ կանանց նախնիներն են կանայք, բայց արդյոք այդ 8000 տարի ապրած կանայք, տարի առաջ ապրած կանայք իրանց որպես հայ են գիտակցել։ Ու Հայկ Նահապետը մոտավորապես 4500 տարի առաջ է ապրել։ Դրանից առաջ եղած մարդիկ իրանց ինչ ազգության կամ ինչ խմբի են պատկանել ու համարել։ Այդ մարդիկ ովքեր ապրել են այստեղ տարածաշրջանում, շարունակել են ապրել։ Ուղղակի փոխել է իրանց ինքնաընկալումը ավելի շատ։ Դրա համար ասում եմ, մշակութային հասկացողություն է ազգը։ Ու մեր պոպուլյացիային, որ նայում ենք, դա ինչու են ասում 8000 տարի։ Նու մոտավոր թիվ է, մի քիչ ավել պակաս։ Բայց այդտեղ գիտնականները տալիս են ինֆորմացիա, այս մեկնաբանությունը արդեն ուրիշ է։ 8000 տարին շատ կարևոր, որովհետև մեր տարածաշրջանում մոտավորապես 10-ից 8000 տարի առաջ սկսել է տեղի ունենալ նեոլիթյան հեղափոխություն, ագրարային հեղափոխություն։ Դրա շնորհիվ մարդկության քանակը աստիճանաբար սկսել է ավելանալ։ Ասենք հավաքչության որսորդությամբ զբաղվողների համեմատ, որոնք որ փոքր տարածքում կարող են ինչ որ ավելի քիչ մարդիկ ապրեն, նույն տարածքում գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ ավելի շատ կարող են ապրել։ Ու դա բերել է որ այդ տարբերակները ովքեր ունեցել են, որ սկսել են գյուղատնտեսությամբ զբաղվել, իրանց գեները տարածվել են։ Իսկ կանայք սովորաբար ինչ են ասում, տես տղամարդիկ չեն, կանայք են ասում։ Կանայք սովորաբար ավելի կապված են իրենց բնակավայրի հետ։ Տղամարդիկ տեղափոխվում են, ու պատմության ընթացքում ավելի շատ այդպես է եղել, որ տղամարդիկ են տեղափոխվել, ասենք բարձրացել են ինչ-որ զորքերով կամ ինչ-որ ձեր տեղափոխվել։ Իսկ կանայք ստացիկ մնացել են տեղում, ու այդ տարբերակները մնացել են։ Նա կանանց դեպքում դրա համար այդ շարունակական գիծը նկատվում է 8000 տարվա ընթացքում։ Իսկ տղամարդկանց դեպքում օրինակ տղամարդկանց այտենց հապլոխմբեր կա, որը որ Y քրոմոսոմա փոխում։ Y քրոմոսոմը տղամարդկանց փոխանցվող քրոմոսոմն է, որը որ հորից որդուն է փոխանցում սերնդեսերունդ։ Այդ տարբերակների դեպքում, օրինակ մեր մոտ եղած տվյալներով, էլի ես ինչ որ կարող եմ ասել եղած հետազոտություններով, ցույց են տալիս, որ տարբեր չափաբաժիններ կա։ Այնտեղ հապլոխմբեր կա, որոնք որ ավելի տենց հին են, որոնք որ ստեղ տեղական են, դրանք մի 30-40% են։ Մի 30-40%-ը օրինակ կոչվում է R1b։ Այդ տարբերակը շատ հանդիպում է Արևմտյան Եվրոպայում, Իսպանիա, Ֆրանսիա, Անգլիա։ Մեր մոտ էլ այդ 30% կա։ Դա ենթադրաբար հնդեվրոպական հետքն է, որ եկել է այստեղ։ Այսինքն ստացվում է մարդիկ այդ ագրարային հեղափոխության ընթացքում շատացել են, սկսել են տարածվել, հետո իրանցից ինչ որ մի խումբ էլ նորից հետ է եկել մեր տարածաշրջան։ Իդեպ հետազոտությունների համաձայն Եվրոպայի բնակիչների գեների մեծ մասը հենց Արևելյան Ասիայի բնակիչների գեներն է, չէ՞։
Դա հենց նեոլիթյան հեղափոխության արդյունք է։ Ինքը սկսվել է, հիմա տվյալները մի քիչ տատանվում են, ասում են տենց բան կա, տարածաշրջան կա, Միջագետք ու Լևանտի տարածաշրջան, որտեղ այդ տեղը առաջացել, բայց նաև հիմա արդեն հետազոտություններ կան, որոնք որ ցույց են տալիս, որ Փոքր Ասիայում, հայկական լեռնաշխարհում այդ տեղը լա գյուղատնտեսությունը շատ զարգացում ունեցել։ Ու ուղին, որ գնում է անգամ այստեղով, ինքը Եվրոպա դեպի այսողությամբ է գնում։ Նեոլիթյան հեղափոխության ժամանակ մարդկանց քանակը, որ սկսել է ավելանալ, իրանք տարածաշրջաններ իրար հետ գնալով, քայլ առ քայլ գնացել են առաջ ու սկսել են Եվրոպան բնակեցնել։ Այդտեղ 3 հիմնական շերտ կա, սովորաբար որ պոպուլյացիոն գենետիկները հետազոտություններ են անում, 3 հիմնական շերտ կա։ Եվրոպական բնակչության մասին է խոսքը այստեղ հիմնականում ասում եմ։ Առաջին շերտը դա որսորդ հավաքչորդներն են, որոնք հավաքչությամբ են զբաղվում ու որսորդությամբ, դա այն ամենահին բնակչությունը, որը որ եղել է։ Այդ ինչ որ շերտը, որտեվ տարբեր ազգերի մոտ տարբեր քանակներով, բայց այդպիսի շերտ կա։ Երկրորդ շերտը հենց նեոլիթյան հեղափոխության ընթացքում Եվրոպա տեղափոխված մարդիկ են, որոնք որ մեր հետ էլի շատ գենետիկական կապ ունեն հայերի հետ, նկատի ունեմ ծագումնաբանական, այսինքն նախնիները ավելի մոտ են, քան առանձին խմբեր։ Ու երրորդ խումբը դա հենց հնդեվրոպական խումբն է, լեզվանտանիքի պատկանող խումբը, որը որ արդեն սկսել են տարածվել, երբ որ այդ ձիակառքերն են սկսել հայտնվել, ձին են վարժեցրել ու հնարավորություն է դա տվել իրենց ավելի ակտիվ տեղաշարժվելու, ավելի ակտիվ ռազմական ուժ ունենալու ու իրանք էլ բավականին մեծ շերտ ունեն։ Այդ RN1B-ն ըստ երևույթին ամենայն հավանականությամբ հենց կապված է այդ հնդեվրոպական միգրացիայի հետ, որը որ նաև Հայաստանի հետ է կապ ունի։ Այսինքն եվրոպացիների մեծ մասը հայ է։ Նաև հայերի մեծ մասն է եվրոպացի։ Վերջերս նորացել են գենետիկ անալիզները, հատկապես թուրքերը ակտիվ մասնակցում են դրան, նաև ծրագիր կա կարծեմ Եվրոպայի հետ, եւ իրենք անակնկալի են եկել, որ բարձել են ավելի շատ գրում են հայի, հույնի եւ այլ ազգի գեներ, ճիշտ է այդ ուսումնասիրությունը։ Այդ տարբերակումը հայի, հույնի ես մի քիչ դա ոնց որ ավելի կենցաղային օգտագործման է, տենց ասեմ, ճակերտներով, բայց այդ մարդիկ, ովքեր նախնիները իրանց հիմա մարդիկ, ովքեր իրանց հիմա թուրք են համարում, իրանց նախնիները ժամանակին եղել են հայեր ու հույներ, դա այդպես է, դա փաստ է ըստ երևույթին, որովհետև հենց գենետիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ Միջին Ասիայից եկած գենետիկական տարբերակները, ոչ թե գեներ, այլ գենետիկական տարբերակները հենց թուրքական պոպուլյացիաներում, այնտեղ մի պոպուլյացիա չէ, շատ խմբերում 10%-ի միջակայքում են, 5-10% են կազմում։ Այսինքն այն 90%-ը բնակչության իրանք ունեն սլավոնական ծագում, հունական ծագում, հայկական ծագում, որը որ դարել է ինքը այտենց տարածաշրջանը եղել է խաչմերուկ։ Այդ խաչմերուկում ուղղակի մարդիկ աստիճանաբար իրանք կրոնը լեզուն փոխել են։ Ընդամենը մի հատ փաստ բերեմ, որը որ գենետիկայի հետ կապ չունի։ Կոստանդնուպոլիսի գրավումից հետո առաջի 150 տարին, որ նայեք ցանկը վեզիրների սուլտանը կա ու իր վարչապետը, ճակերտներով ասած, վեզիրը գլխավոր եղել են հիմնականում սերբեր, հույներ, երբեմն նաև հայեր ու ալբանացիներ։ Այսինքն այդ մարդիկ ուղղակի ժամանակի ընթացքում իրենց կրոնը լեզուն փոխել են։ Հիմա գենետիկական հետազոտությունները որ գալիս են, արդեն դառնում են մասսայական, իրանք բերում են նրան, որ այդ մարդկանց գիտակցության մեջ տեղի ունեն փոփոխություն։ Դա մշակութային գիտակցական փոփոխություն է, որ իրանք հասկանում են, որ իրենց նախնիները ժամանակին փոխել են իրենց կրոն ու լեզուն, դառել են թուրք։ Այդ ժամանակ ավելի ճիշտ կլինի ասել դառել են օսման, այդ թուրք հասկացությունը, որտեղ վերջի 100 տարվա հասկացությունը։ Իրանք դարձել են, սկսել են իրենց ընկալել որպես օսման, այսինքն մուսուլման ու օսմանյան կայսրի հպատակ որպես։ Վերջերս մի հոդված ընթերցեցի, որ երկու սպիտակամորթ ծնողների երեխա սևամորթ էր ծնվել եւ մեծ աղմուկ էր բարձրացել եւ կինը ԴՆԹ անալիզ էր հանձնել, պարզվել էր, որ կրում է աֆրիկացու, կամերունցու գեներ։ Հնարավոր է նման բան։ Ընդհանրապես, այսինքն ԴՆԹ-ն մեկ օր խոսում է, գենետիկ կոդը խոսում է մեկ։ Ճիշտն ասած, ես չեմ հանդիպել այդ նորությանը, բայց այդպես չի որ երկու ծնողը լինեն բացարձակ սպիտակամորթ ու երեխան ծնվի սևամորթ։ Իսկ ինչ տարբերակներ գենետիկական կարող ունենան, շատ հնարավոր է։ Այդ նույն, որ ասեցի, այդ գենետիկական տարբերակը ոնց որ Y քրոմոսոմի բնորոշ, Կամերունում հենց այդտեղ Աֆրիկայի Չադ լճի ոնց որ ավազանում, այնտեղ շատ տարածված տարբերակ, բայց այդ նշանակում որ ինչ որ մեկը ժամանակին գաղթել է այնտեղ։ Գենետիկական տարբերակներ շատ կարելի ունենալ, բայց դա կապել մաշկի գույնի հետ չէ, այդտեղ կապ չկա էլի, որ ասենք, եթե սպիտակ ես անպայման էսա կամ չէ, այդպես կապ չկա էլի, դա չգիտեմ, այդ նորությունը պետքա ավելի մանրամասն նայել, բայց այդտեղ մի բան է ինչ։ Երբ մարդիկ կարող են գենետիկ
թեստ անցկացնել, որպեսզի պարզեն, թե ինչ հիվանդություններ ունեն եւ ինչպես զգուշանան։ Այստեղ մի քանի շերտ կա։ Առաջինը, եթե մարդը ցանկանում է իր առողջությունը երկարաժամկետ պլանավորել։ Երկրորդը, որ ընտանիքում մոտ արյունակից բարեկամների մոտ կա ինչ որ հիվանդություն։ Եթե ցանկանում են դրան պարզել դա գենետիկական է թե ոչ։ Եվ մեկ տարբերակ է, որ զույգերը երկար ժամանակ երեխա չեն ունենում, կամ բարեկամների մոտ կա, կամ իրանց մեջ ազգացական կապ կա, թեկուս հեռու, այդ դեպքում փորձում են պարզել հասկանալ դա հիվանդություն կա թե չէ։ Այստեղ նախորդ հարցին վերադառնալով ուզում եմ շեշտել, որ գենետիկական թեստերը երկու խմբի են բաժանում։ Կա որ բժշկության մեջ հստակ օգտագործվող թեստեր են հիվանդությունների ախտորոշման համար, որը պետք է ապացուցողական լուրջ հիմք ունեցող լինի։ Եվ կան հետազոտություններ, որոնք որ մի մասը առողջ ապրելակերպի համար են, մի մասը ընդհանրապես ինքնագիտակցության եւ այլի համար են։ Շերտերը շատ են։ Հիվանդությունների վերաբերյալ հիմնական 3 խմբերը դա են։ Երբ որ մարդը ուզում է իր հիվանդությունները կանխել կամ կանխատեսել, երկարաժամկետ պլանավորել, երկրորդը որ հիվանդություն կա արդեն հայտնի, երրորդը երբ որ ընտանիք են պլանավորում։ Կան կոնկրետ գենետիկ հիվանդություններ, որ անդադ հանդիպում են։ Անընդհատ հանդիպող հիվանդություններ կան, բայց դրանք մեղմ են, օրինակ բարբերական հիվանդություն է մեր մոտ հանդիպող տարածված, որ բավականին տարածված է գենետիկական հիմք ունի։ Իսկ մնացած մասը ավելի ծանր գենետիկական հիվանդություններ, որոնք ասենք հանգեցնում են հաշմանդամության։ Այդ տարբերակները ըստ երևույթին ավելի քիչ են հանդիպում, դրանց քիչ հանդիպելը հենց էվոլյուցիոն մեխանիզմ ունի, որ պոպուլյացիայում դրանք չեն կուտակվում ուղղակի, որտեղ հիմնականում տենց ծանր խնդիրներ ունեցող մարդիկ սերունդ չեն թողնում ու դա հանգեցնում է որ այդ տարբերակները ուղղակի չկուտակվեն։ Դրա համար գենետիկական հիվանդությունների մեծ մասը իրանք համարվում են հազվադեպ հանդիպող հիվանդություններ։ Դες կոչված orphan disease, տենց է կոչվում միջազգային հանրության մոտ բժշկական, բայց նաև գենետիկական շատ հիվանդություններ կան, որոնք որ այդքան հազվադեպ չեն եւ կարող են պատահական առաջանալ։ Պարտադիր չի որ ժառանգվածն են։ Օրինակ այդպիսի օրինակ է Դաունի համախտանիշը, որ դեպքերի 95%-ում ինքը պատահական առաջացած է, կապված է կնոջ տարիքի հետ։ 35 տարեկանից հետո ռիսկը մեծանում է, որ կարող է Դաունի համախտանիշ լինի։ Դա օրինակ սերնդից փոխանցված չի։ Այսինքն ծնողից երեխային չի փոխանցում, այլ դա պատահական զուտ առաջացած խնդիր է, որը շատ հեշտ հնարավոր է կանխել։ Այնպես որ շերտերը շատ են ու պետք է հասկանալ թե որ դեպքում ինչա պետք անել։ Էպիլեպսիան էլ է, չէ՞, գենետիկ։ Էպիլեպսիայի համար շատ գեներ կան ու պարտադիր չի որ էպիլեպսիան գենետիկական լինի։ Էպիլեպսիայի կան նաև կետային տարբերակներ ու մուտացիաներ, որոնք մի գենում եղած փոփոխություններ են առաջացնում։ Տարբերակներ կան, որ ոչ թե մի գենը, այլ մի հատ մեծ հատվածի մասին է։ Դες օղակաձև դնթ կա, երբեմն լինում է որ երեխայի մոտ դա բերում է էպիլեպսիաների առաջացման, օղակաձև դնթի պատճառով։ Էպիլեպսիան կարող է լինել նաև ինչ-որ տրավմաների հետևանք կամ ինչ-որ այլ խնդիրների հետևանք։ Գենետիկան դրա մի մասն է։ Ճիշտ է ընդհանրապես եթե կա էպիլեպսիա հասկանալ դա գենետիկական պատճառներ ունի թե չէ, բայց սահմաններն էլ եթե հայտնաբերվում է ինչ որ բան գենետիկայում այսպես է ու բժշկության մեջ ասենք եթե ինչ-որ բան դու հայտնաբերում ես դու կարող ես ասել որ այո դա է պատճառը բայց եթե չես հայտնաբերում դա չի նշանակում որ գենետիկական չի պետքա փորձել էլի ման գալ փորձել այլ պատճառներ գտնել նաև հնարավոր որ գիտելիքների կուտակումը աստիճանաբար ժամանակի հետ բերի որ նոր տվյալների հիման վրա որ պարզվի որ դա գենետիկական էր այնպես որ հա դες էպիլեպսիան գենետիկական հիմք ունի Եթե գեներում, այսինքն ազգում եղել են ուռուցքային հիվանդություն ունեցողներ, կարող են նախապես անալիզ հանձնել պարզելու եւ կանխելու համար։ Այո, այդպիսի անալիզներ կան, ուռուցքների համար գենետիկական ոնց որ պատճառներ կան, բոլոր ուռուցքների համար չի դա կախված է ավելի շատ տարիքային, ես հիմա ասում եմ մեծամասամբ դեպքերում, որովհետեւ մուտացիաներ ուռուցքների դեպքում, որոնք որ նպաստում են որ ուռուցք առաջանա, միշտ կան։ Առանց ինչ որ գենետիկական տարբերակների մուտացիաների հնարավոր չի որ ռուսք լինի։ Այսինքն ինչ որ գենում պետք է տարբերակներ լինեն, որոնք որ հանգեցնում են նրան, որ բջիջները սկսում են անկանոն բաժանվել։ Բայց մարդիկ կան, ովքեր ունեն գենետիկական տարբերակներ, որոնք որ արդեն այդ գեներից մի քանիսը պատրաստ են կամ մուտացված են ու մի երկու ազդակ հետո էլ, երբ որ մի քանի մուտացիա էլ է տեղ ունենում, դա բերում է չարորակացման։ Տարբերակներ կան, որ այդ չարորակացման վտանգը 100% է հասնում, դա դեպքեր կան, որ 80, այդպես ուռուցքային գեների թիվը բավականին շատ է, մոտ մի 500 գեն, դրանք իրականում ինչ որ ֆունկցիա կատարող աճի բջիջների քանակի ավելացման հետ կապված գեներ են, որոնք որ ասենք սկսում են սխալ աշխատել ու այդ սխալ աշխատանքը հանգեցնում է նրան, որ բջիջները իրենց աճի
կարգավորումը կորցնում են ու սկսում են անկանոն աճել ու դառնում են ուռուցքի պատճառ։ Կանխելը ինչպես է լինում, այսինքն իրենք նախապես գիտեն, որ կարող է զարգանալ իրենց մոտ հիվանդությունը, հետո ինչ են անում։ Կանխման երկու բան կա։ Նախ է դիագնոստիկայի մասը, որ դու գիտես, որ դու այդ գենի կրողն ես։ Եթե դու կրողը չես, արդեն գնում ես սովորական սկրինինգային ծրագրերով, այսինքն հեսքում ես, որ ուռուցք չզարգանա։ Եթե դու խնդիր չունես, ասենք մարդիկ կան, որ ասենց ասեմ, ուռուցքային հիվանդություն բոլոր մարդիկ ունենալու են, եթե ապրեն շատ երկար։ Այդպես շատ մեծ տարիքում էլ հնարավոր, բայց եթե գտնում ենք ինչ-որ գենետիկական տարբերակ, այդ մարդուն առաջարկվում է ավելի շուտ սկսել անցնել սկրինինգները, ավելի շուտ անցնել համապատասխան հետազոտությունները։ Դրանք տարբեր են, կախված թե ինչ տեսակի ուռուցք է այդ գենը, ինչ գեն է։ Օրինակ գեներ կան, որոնք ախտարում են հաստ աղիքը, բերում են աղեստամոքսային տրակտի ուռուցքների, այդ դեպքում ճիշտ է օրինակ կոլոնոսկոպիա անել ինչ-որ պարբերականությամբ։ Եթե մի գեն կա, որը որ ախտարում է կրծքագեղձերը ավելի շատ, այդ դեպքում ավելի ճիշտ է գնալ մամոգրաֆիա անցնել։ Դա կախված է թե ինչ տարբերակներ ունեն, նախներից ինչ տարբերակներ է փոխանցվել, հանգամանքները շատ են, բայց ոնց որ ամբողջական պատկեր ասելու համար անհրաժեշտ է խորհրդատվություն, որ պացիենտը սկզբից ունենա իր գենետիկական ինֆորմացիան, հստակ իմանա, որ իրան ինչ է սպասվում, ինչ կանխատեսումներ կան, ինչ հավանականություններ 100% ոչ լինում է որ 100% դեպքերում, բայց որոշ դեպքերում նաև կարող ինչ-որ տոկոսային հավանականությամբ լինի, ինչ է սպասվում իրեն, գնում է իր մասնագետի մոտ, մասնագետը տեսնում է, որ այս տարբերակները կան ու համապատասխան ուղեցույցային հետազոտություններ են նշանակում։ Այդ ամեն ինչը կազմակերպված այնպես գայդեր է կոչվում, ուղեցույցերով ստանում է իր սկրինինգային կանխարգելիչ հետազոտությունները։ Ինֆորմացիա դժվար բոլորը իմանան են, շատ իմանան տատիկը կամ պապիկը ինչից է մահացել, բայց դրանից առաջ ինչ իմանան ով ինչից է մահացել։ Դե դա բավարար է, եթե կա այդ ձևի, եթե տեսնենք, որ տատիկը մահացավ կոնկրետ այս խնդրից, մայրը մահացավ նույն խնդրից, եւ նույն աղջկա մոտ էլ կա, ուրեմն սպասում է, որ թորնիկի մոտ էլ կլինի։ Դա միշտ չի, որ այդպես է։ Կարող է եւ այդ տարբերակը չփոխանցվի։ Դրա համար հենց գենետիկան պետք է, որ բարձենք այդ տարբերակը կա թե չէ, անհանգստանալու առիթ կա թե չէ։ Երբեմն այդ հարցում օրինակ մարդիկ վախենում են, շատ դեպքերում ասում են տեղեկություն իմանանք լավ չի լինելու, անհանգիստ ենք ապրելու։ Այդ հարցը համարյա միշտ առաջանում է։ Դրա համար ես ոնց որ ուզեցի այդ մասին էլ ասել, որ տեղեկացվածությունը ավելի կարևոր է, քան թե անտեղյակ լինելը, հետո խնդիրը առաջանա ու դու կանգնեք փաստի առաջ։ Եթե դու ինֆորմացված ես, ուրեմն պաշտպանված ես, այսինքն կարելի է դիմացը առնել ավելի վաղ ու մարդու կյանքը երկարացնել 10-20 տարով։ Իդեպ կրծքագեղձի կամ այդտեղ ձվայանի կասկեկ եւ այլն ժառանգում են միայն մորական կողմից, թե հորական։ Այդ BRCA գենը հիմնականում այդ ամենահայտնի անունն է ուղղակի, գեների քանակը շատ է, բայց դա ամենատարածված անունն է։ Ինքը չի փոխանցվում այդպես անպայման կնոջ կողմից, ինքը փոխանցվում է հավասարաչափ երկու կողմից քրոմոսոմները գենետիկական ինֆորմացիան ինչ տեսք ունի դրա համար կարևոր է հասկանալ ինչ տեսք ունի գենետիկական ինֆորմացիան դնթ-ն որ կա այդ շղթան որ ասացի պոլիմերներից ինքը քրոմոսոմների ձևում է քրոմոսոմները շատ երկար շղթաներ են այդ դնթ-ի որոնք որ նաև սպիտակուցների հետ կապված են որ իրանց ֆունկցիան կատարեն մարդը ունի նորմայում 46 քրոմոսոմ 46-ից 44-ը զույգերով են, 22 զույգ են, ու իրանք ընդհանուր են, կանանց տղամարդկանց համար տարբերություն չկա, ու ամեն ծնողից մի հատ ստանում է, եթե գենը գտնվում է այդ քրոմոսոմներից մեկի վրա, ուրեմն փոխանցվում է հավասարաչափ եւ հորից եւ մորից։ Հատկանիշները կարող են տարբեր ձև արտահայտվել։ Իսկ այն մի զույգը X ու Y-ը քրոմոսոմներն են, կանանց մոտ 2 հատ X-ը լինում, X-ը բավականին մեծ քրոմոսոմ է, իր վրա բազմակտիվ գեներ կան, հազարավոր գեներ կան, հնարավոր է շատ օնկոգեններ էլ, օնկոլոգիա առաջացնող գեներ տարբերակներ էլ, իսկ Y-ի վրա շատ քիչ գեներ կան։ Միայն այդ երկու քրոմոսոմով են սեռերը իրարից տարբերվում ու հիվանդությունների որոշ սպեկտր կա, որ հենց այդ կոչված սերի հետ շղթայակցված կամ X շղթայակցված։ Մնացած հատվածը այն 22 քրոմոսոմը, որոնցում գենետիկական ինֆորմացիայի ճնշող մեծամասնությունն է, բաշխում է հավասար հորից եւ մորից։ Այնտեղ մի առանձնահատկություն է կա հիվանդությունների մի փոքր խումբ, որ մայրական կողմով է փոխանցվում, դա միտոկոնդրիալ հիվանդություններ են, բայց դա փոքր խումբ է։ Հիմնական խումբը հենց հավասարաչափ է բաշխվում երկու ծնողներից։ Դա ինչ է ձեր նշած հիվանդությունը։ Միտոկոնդրիալի մասին է խոսքը։ Բջիջը որ կա, չէ՞, ձվաբջիջ, սպերմատոզոիդ։ Սպերմատոզոիդը շատ փոքր է, ձվաբջիջը մեծ է։ Մեր բջիջներում բացի կորիզից գենետիկական ինֆորմացիան հիմնականում պահպանվում է կորիզում։ Էուկարիոտների մոտ մենք էլ ենք էուկարիոտ, պահպանվում է կորիզում։ Կորիզից դուրս, բայց նաև տենց օրգանելներ կան, որոնք կոչվում են միտոկոնդրիումներ։
Միտոկոնդրիումները միլիարդավոր տարիներ առաջ սիմբիոզի արդյունք են, երբ որ մի բջիջը ոնց որ վերցրել է, սկսել է որպես իր էներգիայի ստեղծման աղբյուր օգտագործել միտոկոնդրիաներին։ Միտոկոնդրիաները շատ նման են բակտերիաների, իրանց մեջ օղակաձև դնթ կա ու բազմաթիվ քանակով։ Այդ օղակաձև դնթներում միտոկոնդրիումներում շատ կարևոր ֆունկցիա են կատարում, էներգետիկ կենտրոնները ոնց որ մեր բջիջների։ Իրանցում կան գեներ։ Այդ օղակաձև դնթում կան մի շարք գեներ, ՌՆԹ, դնթ կոդավորող գեներ, որոնք որ կարևոր դեր են կատարում։ Բայց քանի որ ձվաբջիջը ինքը չափերով մեծ է, որից ձվաբջիջը մորից է երեխան ստանում, սպերմատոզոիդը օրից։ Սպերմատոզոիդներում կան տարբերակներ, որ ինչ որ տեսակների մոտ կա եւ չկա, բայց հիմնական իմաստն է, որ միտոկոնդրիալ դնթ-ն, քանի որ ձվաբջիջը մեծ է, էներգետիկ պաշարները մեծ են, մորից է ստանում։ Դրա համար եթե մոր մոտ կա այդ ձևի տարբերակներ փոխանցվում, բայց դա հիվանդությունների մի մասն է, շատ փոքր մասն է իրականում։ Այդ դնթները շատ կարճ։ Իդեպ ինտելեկտուալ առումով տղաները մայրական կողմի գեներն են ժառանգում, դա ճիշտ է։ Ես ճիշտ ասած այդպիսի հստակ գիտական ճոր հետազոտություններ չեմ տեսել, որ այդպես ասենք։ Երեխայի դաստիարակությամբ զբաղվում է հիմնականում մայրը, դրա համար լինում է ավելի մոր նման, դա կարելի է այդպես ասել։ Միակ առանձնահատկությունը, որ ես կարող եմ գենետիկայի հետ ոչ հիմնավորված կապել, չեմ կարող դա ասել, որ հիմնավոր է, որովհետև կոնկրետ այս դեպքում, քանի որ X քրոմոսոմը ավելի մեծ է, իր վրա հազարավոր գեներ կան, ինչ որ հատկանիշներ ու հորից երեխան ստանում է Y քրոմոսոմը, որի վրա շատ քիչ գեներ կան, մի քանի տասնյակ գեներ, որոնք որ պատասխանատու են, որ երեխան տղա դառնա։ Ստացվում է, որ մայրը ինչ որ գեներ իր երեխային տղային փոխանցեց, որոնք որ հայրը չի փոխանցում։ Այդ առումով կարող է ինչ-որ նմանություն լինի, բայց ես որ հստակ ապացույցներ ու տեղեկություն չունեմ, որ անպայման երեխան պետքա ոնց որ մոր ինտելեկտուալ կարողությունների նման կարողություններ ունենա։ Խոսեցիք պարբերական հիվանդությունից, ինչու է այն համարվում հայերին բնորոշ։ Չի համարվում հայերին բնորոշ, հենց հիվանդության անունը պաշտոնական միջերկրածովյան ընտանեկան տենդ է կոչվում։ Ուղղակի այդ հետազոտությունները Հայաստանում լավ զարգացած են եղել ժամանակին, հենց պարբերական հիվանդության, դրա համար այդ անունը տարածվել է հայկական երևանյան հիվանդություն, բայց դա միջերկրական ծովի ավազանի երկրներին բնորոշ հիվանդություն է, որը որ ավելի շատ այս տարածաշրջանում է տարածված, բայց տարածվում է Պորտուգալիայից մինչև Ճապոնիա, որտեղ այդ գենը բոլորը ունեն։ Այդ պիրին գենը որ կա, որ պատասխանատու է համապատասխան ֆունկցիայի համար, ինքը բոլորի մոտ կա 16-րդ քրոմոսոմի վրա գտնվող գենը, որը որ բոլոր մարդիկ ունեն, ամեն ծնողից մի հատ ստանում են։ 16-ը համարակարված քրոմոսոմ է, աուտոսոմ քրոմոսոմ, ոնց որ ասացի։ Ամեն ծնողից մի հատ ստանում են։ Եթե հիմա համընկնում է այդ գենում ինչ որ խնդիրներ, երկու ծնողից ստացված, երեխան կարող է ունենալ, բայց դա հենց հայերին բնորոշ չի։ Վերադառնալով հիմա թուրքերի մոտ էլ շատ տարբերակներ կա։ Այդ մարդիկ հենց դա էլ է ցույց տալիս, որ այդ մուտացիաները առաջացել են հազարավոր տարիներ առաջ։ Ու տարբեր տվյալներ կա 2-4000 եւ այլն հստակ թվեր չկա, այս բան, բայց մի բան հստակ է, որ այդ մուտացիաները առաջացել են թուրքական կոնկրետ այդ ցեղախմբերի Հայաստան, Փոքր Ասիա մուտ գործելուց առաջ։ Իրանց հիմնական մուտ գործերը մեր տարածաշրջան Մանասկերտի ճակատամարտից հետո է եղել 1071 թվականին, բայց այդ մուտացիան հաստատ դրանից առաջ է առաջացել, որովհետև ցույց է տալիս այդ գենետիկական հետազոտությունը, որ մինչև դա է եղել։ Այսինքն այն մարդիկ, ովքեր ունեն այդ մուտացիան, ու իրանց համարում են թուրք, ուրեմն իրանց նախնիների մեջ, բոլորը չէ, իրանց նախնիների մեջ եղել են հայեր, հույներ եւ այլ մարդիկ, ովքեր որ միջերկրական ծովի տարածաշրջանում են ապրել շատ երկար ժամանակ։ Որ ասացիք թուրքերը եկել են, իրենք որտեղ էին մինչ այդ որ եկան։ Նայեք, այդ process-ը շատ երկար process է, դա ավելի շատ պատմական process է։ Եթե պատմության գիրկը, մեր դպրոցական պատմության գիրկը բացենք, այնտեղ արաբական արշավանքների ժամանակ, արաբական տիրապետության ժամանակ էլ ասում է, որ Հայաստան եկավ թուրք բուղան։ Այսինքն այդ մարդիկ եղել են տարածաշրջանում, այնպես չի որ իրանք չեն եղել, բայց իրանք հիմնականում եղել են Միջին Ասիայից եկած բաներ, վարձկաններ, այսպես ասեմ, զինվորական վարձկաններ։ Ինչ որ խավ ա եղել, որոնք ծառայել են որպես հիմնականում զինվորականներ կամ որպես հովիվներ։ Այդ խումբը եղել է բավականին երկար ժամանակ, իրանց մուտքը աստիճանաբար է եղել։ Ընդ որում այդ ժամանակի հետ որ եկել են, իրականում հենց տարածաշրջանի Իրանում, Մերձավոր Արևելքի հատվածներում, այդ տարածաշրջաններում շատ մարդիկ իրանք կենցաղը փոխելով անցել են քոչվորական կյանքի։ Հիմա որ նայում ենք իրանական ու Իրանի հյուսիսում որ կան մարդիկ, որոնք իրանց համարում են ադրբեջանցի, այդ մարդիկ հիմնականում տեղի բնիկներ են, որոնք իրեն լեզուն ու կրոնը սկզբից
Կրոնն է եղել փոխվել է, հետո լեզուն է փոխվել, դե մուսուլմանությունը ավելի շուտ են ընդունել։ Իրանց լեզուն ու կենցաղը փոխել են, ասենք քաղաքում ապրողները հիմնականում եղել են իրանց համարել են պարսիկ, իսկ քոչվորական կյանքով ապրողները դարձել են թուրքալեզու ու աստիճանաբար փոխվել է։ Այնպես որ այդ էթնիկ կազմը ինքն էլ է այդ ոնց որ փոխանցվելով եկել է այդ Ալթայից եկած տարբերակները, եթե նայեք, ասենք Միջին Ասիայում ու Փոքր Ասիայում ապրող երկու մարդկանց տարբերություն, այնտեղ հսկայական տարբերություն կա։ Ու այդ աստիճանաբար այդ process-ները գնացել են։ Հենց այդ արաբական արշավանքների ժամանակվանից էլ որպես վարձկաններ հայտնվել են տարածաշրջանում աստիճանաբար, հետո այդ ոնց որ մշակութային երևույթը որպես այդպեսին ու այդ կենցաղավարությունը, քոչվորությունը, զինվորական ծառայության դեպի հակումը, այդ ամեն ինչը հանգեցրել է նրան, որ աստիճանաբար իրանք այստեղ տարածվեն։ Ու հենց սելջուկների կայսրությունն է պատմականով արդեն սկսել է ձևավորվել արդեն 11-12-րդ դարերում, այդ ժամանակներում, էլի 10-րդ դարից, բայց հիմնական այդ արշավանքները, բան հետո այդ շեշտը հենց ես ինչի դրեցի այդ Անասկերտի ճակատամարտ, որովհետև դա ոնց որ կետա, որ կարող ես դու տեսնել պատմության ընթացքում, ոչ թե աստիճանաբար է զարգանում, այլ կետա, որ տեսնում ես, որ դրանից հետո իրանք տարածաշրջան մտան։ Բայց էլի եղել են ժամանակ, շատ երկար ժամանակ փոքրամասնություն են եղել։ Տարածաշրջանի բնակչության մեծամասնությունը նստակյաց է եղել։ Նստակյաց բնակչության թիվը միշտ սովորաբար ավելի շատ է լինում։ Իսկ նստակյաց բնակչությունը եղել են հայերը, հույները, ու Բալկաններում սլավոնական ցեղերը։ Այդ տարածաշրջաններում այդպես է տարածվել։ Դա ավելի շատ ոնց որ իդեայի տարածումը, իդեան է աստիճանաբար հասել մինչև Կոստանդնուպոլիս, մինչև Բալկաններ, մինչև Վիեննայի պատերի տակ։ Բայց հենց մարդիկ իրանց գենետիկական ինֆորմացիան, հենց իրանց ծերունները այդքան էլ չեն հասել։ Ոնց որ Ալթայից մինչև Վիեննայի տակ ոնց որ փոխանցումով մշակութային կոդն է փոխանցվել, դա գենետիկայի հետ այդքան կապ չունի։ Հնարավոր արհեստական բեղմնավորմամբ զերծ մնալ վտանգավոր գեները կրելուց։ Արհեստական բեղմնավորումը, եթե կատարվում է ուղղակի հենց բեղմնավորման process-ը, դա նույն պատահականությունն է, ինչ որ բնական ճանապարհով հղիությունը։ Բայց արհեստական բեղմնավորումը ինքը թույլ է տալիս կանխել այդ ձևի խնդիրները, դա մի քանի փուլով արվող հետազոտություն է։ Այնտեղ կան մի քանի խումբ հիվանդություն այդ պատահական, որ ասում է, օրինակ Դաունի համախտանիշի համար, դրա համար առանձին հետազոտություններ կան, կա նաև հետազոտություններ, որոնք թույլ են տալիս կանխելու արդեն արկա խնդիրները։ Այսինքն, եթե ընդհանրենք զույգը ունի գենետիկական նույն հիվանդությունը, նույն գենում, իրանք երկուսն էլ կրող են, դա կոչվում է կրող։ Եթե ունես տարբերակը, բայց դեռ հիվանդ չես։ Եթե այդ ձևի տարբերակներ կա, կոչվում է PGT-M, օրինակ հետազոտություն, որը որ արվում է այդ PGT-M-ը, պրեիմպլանտացիոն գենետիկ թեստավորում, M-ն էլ մոնոգենային կամ մենդելյան այդպես է բացվում։ Այդ դեպքում հնարավոր է ինչ անել։ Վերցնել զվաբջիջը եւ սպերմատոզոիդը, բեղմնավորել մանրադիտակի տակ, սպասել մի քանի օր, երբ որ բջիջների քանակը կշատանա, երբ որ արդեն բջիջների քանակը շատ են սաղմի, վերցնել հատուկ այնպես մի քանի բջիջ, լազերային մեղանակով կտրվում վերցնում, որ անվնաս է սաղմի համար, վերցնում են այդ մի քանի բջիջը ու այդ մի քանի բջիջում նայում են այդ տարբերակները կան թե չէ, երեխան կլինի կրող, կլինի հիվանդ, կլինի ընդհանրապես գենակրությունը չի լինի, ու ըստ այդմ կարելի է տեղադրել այն սաղմերը, որոնք որ կամ հիվանդ չեն լինի կամ գենակիր չեն լինի, կախված իրավիճակից տարբեր են։ Բայց դա այդ ձևի հնարավորություն է տալիս։ Եթե արհեստական բեղմնավորումը ուղղակի արվում է, դա գենետիկայի հետ այդքան կապ չի կա, որտեղ չես տեսնում ինչ է կատարվում իրականում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մենք զրուցում էինք բժիշկ գենետիկ Վարդան Սարոյանի հետ։